այսօր Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես եւ հենց տնտեսական քաղաքականության իմաստով հասել է սահմանի։ Հասել է մի ծայրահեղ սահմանի, որից հետո բոլորն են հասկանում արդեն եւ թե իշխանությունները, եւ թե ընդդիմությունը, եւ թե սովորական քաղաքացիները եւս հասկանում են, որ առաջինը այսպես այլևս չի կարող շարունակվել։ Ամբողջ մեր հակագնաճային քաղաքականությունը պետք է տեղավորվի կենտրոնական բանկի կողմից վարվող խիստ դրամավարկային քաղաքականության մեջ եւ իրականում գործադրել է միայն մեկ գործիք կենտրոնական բանկի կողմից դրամի զանգվածի կառավարումը փողի արժեքի թանկացման կամ էժանացման միջոցով, այլ կերպ ասած քաղաքացու եւ տնտեսվարողի մոտի դրամի արժեքի փոփոխությամբ փորձել է ազդել գնաճի վրա։ Սակայն այս քաղաքականությունը կներեք պարզապես ծիծաղելի է Հայաստանի Հանրապետության պայմաններում, որովհետև առաջարկի եւ պահանջարկի վրա ազդել դու կարող ես այն ժամանակ, երբ երկուսի գործոններն էլ քո ձեռքում են։ Սխալը ի սկզբանե օրենսդրության մեջ է թաքնված, եթե մենք ուզում ենք, մենք երկու ճանապարհ ունենք, կամ պետք է օրենսդրությունը փոխենք, կամ պետք է կենտրոնական բանկին անընդհատ պատժենք նրա համար, որ նա գների կայունությունը չի կարող ապահովի։ Այս երրորդ տարբերակը, որը հիմա է, այսինքն ոչ մեկի համար պատասխանատու չի, ոչ մեկ չգիտի թե ով պետք է ի վերջո գնաճը զսպի։ Հիմա աննորմալ իրավիճակ է, երբ որ էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարել են օրենք գրել այն մասին, թե ինչպես պետք է գները կարգավորել։